Լիլիթ Ստեփանյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ Արդարադատության նախարարին, տիկին նախարար, հարց ունեմ նոտարների եւ նոտարական գրասենյակների հետ կապված, բազմաթիվ են իրականում այն հարցերը եւ որոշակի դժգոհությունները այս ծառայությունից, քանի որ քաղաքացիները դժգոհում են, որ որոշ նոտարական գրասենյակում օրինակ դեռևս շարունակում են կանխիկ ձևով ծառայությունների դիմաց վճարել կամ որոշ նոտարական գրասենյակում օրինակ փակցված են թե որ նոտարական ծառայությունը ինչ արժե, սակայն շատ հաճախ կան նոտարներ, որ աչքաչափով այսպես տարբեր գործարքների համար տարբեր թվեր են նշում։ Անկեղծ ասած վերջերս ինքս էլ գործ եմ ունեցել նոտարների եւ նոտարական գրասենյակների հետ եւ քանի որ շղթան process-ի բավականին մեծ էր, մեկից ավելի նոտարների մոտ եմ այցելել եւ իսկապես այս խնդիրը կա, որոշ նոտարներ ու նոտարական գրասենյակներում իսկապես փակցված են ծառայությունների արժեքները, բայց կան նոտարական գրասենյակներ, որտեղ օրինակ մենք գործարքի համար կանխիկ ենք վճարել եւ որևէ կտրոն կամ որևէ հավաստագիր մեզ այդ վճարման մասին չեն տրամադրել, ասելով, որ այս բան չի աշխատում տերմինալը եւ այլն եւ այլն։ Կխնդրեմ ձեր արձագանքը այս ամենին, գուցե մենք չգիտենք, արդյոք պարտադիր է նոտարական գրասենյակներում այս ծառայությունների մատուցման գները փակցնելը, թե իրականում սա նոտարների որոշման տիրույթում է։ Հարցին կպատասխանի Արդարադատության նախարար Սրփոյ Գալյանը։ Շնորհակալություն հարցի համար, տիկին Ստեփանյան, տեսեք, կառավարությունը սահմանում է նոտարական գործարքի համար վճարվելիք գումարի նվազագույն եւ առավելագույն չափը եւ այդ չափերի միջակայքում նոտարները կարող են որոշել, թե ինչ գումար է գանձվելու յուրաքանչյուր կոնկրետ գործարքի պարագայում։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք իրավունք ունեն իրականացնելու անկանխիկ գործարքներ, ապա պատասխանը միանշանակ ոչն է, որովհետև անկանխիկ գործառնությունների մասին օրենքի համաձայն նոտարի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող գումարը, նոտարական գործողությունների համար վճարվող գումարը, ինչպես նաև նոտարի կողմից գանձվող տուրքի գումարը պետք է վճարվի անկանխիկ եղանակով։ Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, արդյոք պետք է փակցնեն ծառայությունների արժեքները թե ոչ, այո, պետք է փակցված լինեն ծառայությունների արժեքները նոտարական գործողությունների եւ նոտարի կողմից մատուցվող ծառայությունների, ընդ որում միայն արժեքները պետք է փակցված չլինեն, այլ նաև այն անձանց ցանկը, որոնք իրավունք ունեն օգտվել որոշակի արտոնություններից եւ այս պահանջը սահմանված է նախարարի հրամանով։ Ինչ է պետք անել, երբ քաղաքացին հանդիպում է ձեր կողմից բարձրացված խնդիրներին, պետք է ուղղակի տեղյակ պահել Արդարադատության նախարարությանը, որպեսզի մենք կարողանանք նախաձեռնել կարգապահական վարույթ կոնկրետ նոտարի նկատմամբ եւ նախարարի որոշմամբ նրան ենթարկել կարգապահական պատասխանատվության եւ օգտվելով նաեւ առիթից կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր որ առնչվել են կամ կառնչվեն նմանատիպ խնդիրներին, ուղղակի տեղեկացնել խնդրի մասին նախարարությանը, դրանից հետո մենք իհարկե ձեռնամուխ կլինենք որոշակի կոնկրետ քայլերի իրականացմանը։ Իհարկե առանց որևէ ազդակի մեր վերահսկողական վարչությունը պարբերական ուսումնասիրություններ իրականացնում է, որոնց արդյունքում որոշակի խախտումներ արձանագրվում եւ բացահայտվում են, բայց միայն դա բավարար չէ, ուստի կրկին կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին նմանատիպ խնդիրների դեպքում դիմել նախարարությանը։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալ եմ շատ պատասխանի համար, ես էլ այդպես գիտեի, որ պետք է փակցված լինեն, տեսեք դուք նշում եք, որ սովորաբար գործարքների համար նշվում է նվազագույն եւ առավելագույն շեմը, այսինքն երբ քաղաքացին տեսնում է այս երկու թվերը, նրան արդեն պրակտիկորեն հնարավոր չէ խաբել կամ այլ թիվ ասել, բայց սովորաբար երբ չի լինում, տպավորություն է, որ ծառայության գումարը նոտարը կարող է աչքաչափով որոշել եւ ասել, ինչին անկեղծ ասած ես հականատես եմ եղել, բնականաբար այստեղ հասցե կամ անուն չեմ հնչեցնի եւ օգտվելով առիթից քանի որ իմ հետ կապված որոշակի գործարքի շրջանակներում ես բազմաթիվ խնդիրներ եմ արձանագրել, տիկին Գալյան, խնդրում եմ ձեր գրաֆիկում, եթե ազատ օր ունենաք, անպայման ֆրակցիայի հետ հանդիպում նշանակենք եւ անպայման հանդիպենք, քննարկենք այս հարցերը, ասեմ ինչի մասին է խոսքը, սովորական նվիրատվության գործարքը, որին
Ես ինքս մասնակից եմ, մենք արդեն 2 ամիս այսպես պտտվում ենք եւ մենք նույնիսկ կատակով ասում ենք, որ տակավին երիտասարդ էինք, երբ այս process-ը սկսեցինք, հասել ենք կենսաթոշակային տարիքի, դեռ process-ը ավարտված չի։ Այսօր նաեւ իմ գործընկերներից մեկը խոսեց ընթացակարգերի մասին, ես կարծում եմ, որ իհարկե գուցե ավանդաբար հնից եկել են ինչ-որ ընթացակարգեր երկարատև, բայց թվային աշխարհում մենք ուղղակի պետք է վերանայենք այս ամենը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, կարող եմ արձագանքել։ Շնորհակալություն, հանդիպել, քննարկել, միանշանակ պատրաստ ենք, յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ առանձին խոսակցություն ունենալուն եւս պատրաստ ենք։ Ինչ վերաբերում է process-ի երկար տևելուն, ապա ներկայում դրանք կարծում եմ, որ եզակի դեպքեր են, բայց ապագայում շատ մոտ ապագայում մենք կունենանք ձեր կողմից մատնանշված թվային գործիքները եւ i-նոթրի թվային գործիքը արդեն արժանացել է թվայնացման խորհրդի դրական գնահատականին եւ մենք հիմա տեխնիկական առաջադրանքի մշակման փուլում ենք եւ ապագայում մեր քաղաքացիները հնարավորություն կունենան հեռավար կարգով կնքել նոտարական գործարքներ։ Այսինքն մենք անում ենք ամեն ինչ միտված մեր քաղաքացիների կյանքի հեշտացմանը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։